Դպրոցականների վոլեյբոլի լիգա մարզական խաղերի մարզային փուլը անցկացվեց Կապանում, որին մասնակցելու իրավունք ձեռք էր բերել համայնքային փուլի 43 թիմերից 8-ը։ Ունենք բավական ուժեղ թիմեր, հույսով եմ, որ կհաղթի ամենաուժեղագույնը, որպեսզի հանրապետությունում ներկայացնեն Սյունիքի մարզը։ Նշեմ, որ եզրափակիչ փուլ անցնում են միայն առաջին տեղ գրաված թիմերը։ Սիսյանից, Հալիձորից, Սագարակից, նաև Կապանից մարզային փուլում ուժերը չափում են 2 տարիքային խմբեր։ Մարզաձևը մասսայականացնելու նպատակ ունի մրցաշարը, խաղացողներից շատերը հետագայում կարող են հավաքական թիմերում ընդգրկվել։ Մենք ներկայացնում ենք Սիսյանի համար 2 հիմնական դպրոցը, եկել ենք մարզային վոլեյբոլի մրցաշարի, մեր քաղաքում առաջի տեղ են գրավել, պարապում ենք Սիսյանի մարզադպրոցում ու հույս ունենք այստեղ էլ առաջի տեղ կգրավենք եւ մեզ ցույց տանք հանրապետական։ Էլի եմ մասնակցել վարչապետի լիգայի խաղերին, արդեն բասկետբոլի շրջանակներում։ Բոլորի մաղթում լավ խաղ, բոլոր թիմերը շատ պատրաստված են։ Շատ եմ սիրում վոլեյբոլ եւ հուսամ, եթե հաջողություն լինի, կանցնենք Երևան արդեն հանրապետական։ Մեր թիմն էլ երկար ժամանակ պատրաստվել է ու լավ պատրաստված եկել ենք, ընկերական ոգով եկել ենք մասնակցենք ու հուսանք հաղթանակին։ Միշտ խաղացել եմ Քաջարանի թմից, այս անգամ խաղացել ենք Հալիձորի հետ եւ 2 խաղն էլ հաղթել ենք։ Սիրում եմ վոլեյբոլը, ժամանակ առ ժամանակ զբաղվում եմ վոլեյբոլով։ Քիչ լարված ենք լինում թիմով, բայց որ թիմային աշխատանքի արդյունքում կարողանում ենք հաղթահարել այդ ամեն ինչը։ Անցած ուսումնական տարում բասկետբոլի մրցաշարում հաջողություններ հասցրել են գրանցել։ Մերի Գանդալյանի խոսքով չի բացառվում, որ վարչապետի հովանու ներքո անցկացվող առաջնությունում մարզը վոլեյբոլով էլ նշանավորվի։ Կարևորում եմ նաև այն հանգամանքը, որ ոչ միայն մասնակցում են քաղաքային դպրոցների թիմերը, այլև բավական մեծ ընդգրկվածություն ունենք նաև գյուղական բնակավայրերի դպրոցահասակների շրջանում։ Պատանի վոլեյբոլիստները երկար են պատրաստվել մրցաշարին, ունենալ թիմային պատրաստվածություն, պահել խաղի կանոնները եւ հաղթանակը մոտ է։ Հանրապետական փուլը դեկտեմբերի վերջին կկայանա, առաջատարները կպարգևատրվեն կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով եւ դրամական պարգևներով, դպրոցի մարզական ենթակառուցվածքների բարելավման կամ մարզական գույք ձեռք բերելու նպատակով։ Նարեխ Խաչատրյան, Ալեն Ծատրյան, Սյունիք լուրեր։